Մարիլույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ շատ հետաքրքիր նախաձեռնության մասին ենք խոսելու եւ այսպես արդեն երկրորդ տարին է, ինչ Innovate Armenia մրցույթը Հայաստանում խթանում ու աջակցում է բոլոր այն երիտասարդներին, ովքեր ունեն նորարարական գաղափարներ ու ցանկանում են այդ ամենը կյանքի կոչել։ Մրցույթը համախմբում է երկրի ամենատաղանդավոր ստեղծարարներին, նրանց տրամադրելով ոչ միայն մրցակցային հարթակ, այլ նաեւ հնարավորություն գաղափարները վերածելու մրցունակ պրոդուկտի։ Այս ամենի մասին զրուցելու ենք մեր հյուրի հետ եւ ես նշեմ, որ այս ամենը սիրելի Սուրեն ամբողջովին անվճար է։ Մրցույթին մասնակցել է։ Այո։ TCF համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը մեր հյուրը, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ լավ։ Մի փոքր խոսենք պատմության մասին, Innovate Armenia-ի պատմության մասին։ Անցյալ տարի մտածում էինք ինչ կարելի է անել խթանելու համար նորարարությունը մեր երկրում եւ հասկացանք, որ կարելի է մրցույթի գաղափարը հետաքրքիր է, մարդիկ ցանկություն կունենան մասնակցելու եւ միգուցե այդտեղից դուրս գան շատ հետաքրքիր գաղափարներ։ Նպատակը զարգացնել մեր երկրում ֆիզիկական նորարարությունների արտադրությունը, քանի որ մեր ազգը շատ ստեղծարար է եւ բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ մարդիկ ունենում են, ուղղակի չկա այդ պատկերացումը, ինչպես գաղափարից շուկա հասնել եւ չկա այդ, այսպես ասած, հաբը կամ էկոհամակարգը, որպեսզի օգնի տվյալ մարդկանց, իսկ մենք ունենք մեծ փորձ, տարիներ շարունակ առաջատար ենք այդ ոլորտում եւ հազարավոր բրենդերի ենք օգնել կայանալ ու մտածեցինք մեր միջավայրին էլ է դա անհրաժեշտ եւ առարկայական քայլեր ձեռնարկել։ Եվ հիմա արդեն ընթացքն է, երկրորդ տարին անընդմեջ իրականացվում է, առաջին տարին արդեն մինչև եթերը զրուցեցինք ու հասկացանք, որ բավական հաջող է անցել, քանի որ ընթացքի փուլում է կարող ենք հեռուստադիտողներին օգնել, որ միանան նախաձեռնությանը։ Դուք ասեք ինչպես։ Կարևորը ծանոթանան պայմաններին, պատկերացնեն իրենց գաղափարը այդ չափորոշիչներին համապատասխանում է թե ոչ, ծանոթանալ կարելի է Google-ում գրելով TCF Armenia, Innovate Armenia եւ այդ էջը կբացվի, այնտեղ մանրամասները նշված են մրցույթի պայմանները, հայտը կարող են բացել ուսումնասիրել չափորոշիչները, ինչպես է գնահատվելու մրցույթը, գաղափարը ինչպես է գնահատվելու, փուլերը, ինչ փուլերով են անցնելու եւ շատ խրախուսում եմ դիմել բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն լավ գաղափար, բայց չեն պատկերացնում, որ դա իրենց համար է, կամ չեն հավատում, որ կարող են հաղթել, անկախ իհարկե հաղթող տեղերը 3-ն են, անցյալ տարի թեև 4-րդ հաղթող տեղել ենք ունեցել ժյուրիի սիմպաթիա, այսպես ասած անվանակարգ, բայց անգամ եթե չհաղթել ձեր գաղափարը, սիրելի հեռուստադիտող, դուք կսովորեք պրոդուկտ պատրաստել, դուք կպատկերացնեք ձեր նման մարդկանց միջավայրում կհայտնվեք, կշփվեք էքսպերտների հետ, կպատկերացնեք ինչ է նշանակում պրոդուկտ պատրաստել, ինչ է նշանակում մրցունակ պրոդուկտ, ինչ է նշանակում շուկայի պահանջարկ, անպայման խրախուսում եմ դիմել, որևէ բան բացի ձեր ժամանակից պետք չէ տրամադրել եւ ամեն ինչ անվճար է, շատ տրամադրող միջավայր է, շատ աջակցող մարդիկ են, եկեք համոզվեք, նաեւ կան տեղեկատվական օրեր որպեսզի ձեր բոլոր հարցերի պատասխանները գտնեք, եթե դիմելուց առաջ ուզում եք հասկանալ նոր դիմել, առաջարկում եմ գալ գրանցվել այդ ինֆորմացիոն օրերին, on-line էլ ենք ունենալու, քանի որ մրցույթը համահայկական է, այսպիսով հնարավորություն տալով դրսում ապրող հայերին էլ մասնակցել, տալ իրենց հարցերը եւ անգամ on-line դիմել։ Այնպես որ բոլոր հնարավորությունները ստեղծել ենք, չեմ պատկերացնում ինչու պետք է չուզեն մարդիկ դիմել։ Քանի որ անցած տարի արդեն եղել է եւ ունենք 4 մրցանակակիր, ինձ հետաքրքիր է, քանի որ 200-ից ավել դիմող է եղել, այն մնացած ովքեր մրցանակակիր չեն, նրանց ինչ տվեց այս մրցույթը։ Նրանց տվեց, կարծում եմ, հույս հավատ, որ այո, կարելի է դա իրականացնել, տվեց հնարավորություն պատկերացնել, որ կարող են մասնակցել այլ մրցույթների, իրար հետ նետվորք տվեց, կապեր, մեր հետ շփվելու հնարավորություն տվեց ու բազմաթիվ հարցեր ենք ունեցել, անհատական խորհրդատվություն ենք ունեցել։ Այս տարի իդեպ առաջինը հենց իրենց ենք ասել, որ այս տարի կրկնելու ենք մրցույթը եւս եւ խրախուսել ենք դիմել, միգուցե մեկ ամբողջ տարի ունեցել են գաղափարը զարգացնելու կամ ինչ որ փոփոխելու, պիվոտ են դրան ասում, ինչ որ այլ բան անելու եւ մտածող, ստեղծող մարդկանց մոտ միշտ գաղափարների պակաս չկա թերևս, կա իրականացման ոնց որ պատկերացման պակաս, որը կարող են այդ բացը լրացնել, եթե գան։
Եվ քանի որ նշեցիք, որ անցած տարի այնքան հետաքրքիր է եղել, որ 4-րդ նոմինացիան է ավելացել, ես կուզեմ գաղափարների մասին հենց հիմա հեռուստատիտողներին էլ պատմենք ու մեզ էլ է շատ հետաքրքիր այդ 4-ը ինչ գաղափարներ են եղել։ Առաջին տեղը հաղթող տեղը ճանաչվել է Շանթը։ Շանթի գաղափարներ ստեղծել էր արհեստական բանականությամբ աշխատող Մեղվի Փեթակ, որ կանխարգելում է մեղուների հիվանդությունները։ Դա թվում է թե մասսայական արտադրություն չի, բայց աշխարհում շատ մեծ խնդիր է եւ եթե չլինեն մեղուները, չեն լինի մարդիկ ու այդ իսկապես լուրջ խնդիր է ու մեր համար կարեւոր էր աջակցել նման նախագծի եւ օգնել, որպեսզի շուկա մտնի։ Երկրորդ տեղը զբաղեցրել է խելացի, այսպես գլխի հարմարանք, այսինքն այնց աբադոկի պես, չգիտեմ ոնց են ասում, այնց գլխարկատիպի մի բան, որը որ թույլ էր տալիս ուղեղին հանգստանալ, անջատվել, տարբեր ռելաքսացիա անել, քունը կարգավորել եւ այլն, եւ երրորդ տեղն էր խաղալիք էր ուսուցանող ասիստենտ խաղալիք էր երեխաների համար, որ երեխաների սիրած ֆիգուրաներով կարողանում էր բացատրել, սովորեցնել երեխայի հետ ինտերակցիա ունենալ ու ծնողները կարող են կառավարել ինչ է ուզում, ինչ սովորի երեխան ու շատ հետաքրքիր device էր, gadget էր այսօրվա դարում։ 4-րդ տեղն էլ որ չկար, մենք որոշեցինք 4-րդ տեղի մրցանակել նույն չափով, երրորդին համարժեք $8,000 չափով մրցանակ պատրաստ եղանք տալ 4-րդ տեղին, դա գեներատոր էր, որ հոսող ջրից կարողանում ես հոսանք գեներացնել, այսինքն այսպես փոքրիկ մի սարք է, որ գնացել ես օրինակ Արշավի մարտկոցդ ապալիցքավորվել է եւ քեզ հոսանք է անհրաժեշտ, չգիտես ինչ անել, առաջիկա բնակավայրը 10 կիլոմետր հեռու է, դու կարողանում ես այդ սարքը տեղադրել հոսող ջրի մեջ, այդտեղից գեներացնել անհրաժեշտ չափով հոսանք, որպեսզի մարտկոցդ լիցքավորես։ Իսկ մա հրաշալի սարք է։ Եվ քանի որ արդեն ունեցել ենք առաջինի փորձը, հա, ու շատ լավ գիտենք, թե մասնակիցների համար ինչն է կարևոր եւ ձեզ համար ինչն է կարևոր մասնակիցների մոտ, ինձ հետաքրքիր է եւ նույնիսկ հետաքրքիր է նաեւ մեր դիմողներին նոր, այ ինչը պիտի իմանան, ինչի մասին պիտի քաջ տեղյակ լինեն դիմողները, որպեսզի այս տարվա մրցույթում արդեն ավելի պատրաստված լինեն։ Այո, շատ լավ հարց եք տալիս, շնորհակալություն։ Շատ կարևոր է պատկերացնել այդ product-ը մասսայական սպառում կունենա, թե ոչ, կամ թիրախային մասսայական սպառում։ Եթե ձեր product-ը անգամ գյուտ է, շատ հանճարեղ մի բան է, ուղղակի գնորդը մեկ մոնոպոլ կազմակերպություն է եւ վերջ, մենք դա վաճառել չենք կարողանա, փաթեթավորել, ստեղծել product ու տանել շուկա չենք կարողանա, որովհետեւ այդտեղ այլ կարգավորումներ կան։ Մեզ հետաքրքիր է ու մենք կարող ենք աջակցել մեր մասնագիտացումը սպառողական ապրանքների մեջ է եւ մենք այդ տիպի ապրանքներն ենք ընտրելու արդյունքում, էլի։ Դրա համար կխնդրեմ, եթե անգամ շատ հրաշալի մի բան է, բայց պատկերացնում եք, որ դրա գնորդը օրինակ NASA-ն է, մենք դա չենք կարողանա վաճառել։ Պետք է լինի սպառողական ապրանք։ Լայն ավելի, հա, օրինակ թեկուզ թվում է թե Մեղվի Փեթակը բոլորի համար չէ, բայց կա մեղվապահների մեծ համայնք աշխարհում, չէ։ Մենք դա կարող ենք վաճառել։ Ու կան կենցաղային ապրանքներ, որ բոլորի տներում կան, դա էլ ավելի լայն շուկա է։ Դրա համար լավ կլինի նորարարություններ լինեն այդ բնույթի։ Եվ կարող են դիմել ամբողջ աշխարհից։ Այո, ամբողջ աշխարհից մեր հայազգի ընկերները, մտերիմները, հարևանները, բարեկամները, մեր ազգընկերները, որ ասում են բոլորին նկատի ունեմ։ Մեր ընկերները մեր տեղը գիտեն։ 200 մասնակցի մեջ ամենաերիտասարդ մասնակիցը քանի տարեկան էր, քանի որ գիտենք, որ նորարարական մտքերը այսօր ամենաերիտասարդներն են, հա, նույնիսկ 7-8 տարեկանում են կարողանում տես բաներ անել։ Այո, մենք ցանկությունը իհարկե չափահաս մարդկանց հետ գործ բռնելն է, դրա համար 18-ից բարձր ենք դիտարկելու, անցյալ տարի կարծեմ 19 տարեկան է եղել ամենաերիտասարդ մասնակիցը, բայց երիտասարդ ասելով մենք նկատի չունենք տարիքային սահմանափակում, մենք նկատի ունենք ավյունով ստեղծելու պատրաստական մարդ, անցյալ տարի ունեցել ենք թոշակառու բարձրաստիճան զինվորական, ով մտածել էր, ստեղծել էր 3D պրինտերով տպվող շաքարաքլորների այսպես հետաքրքիր մի բան, շաքարաքլորը պատրաստվում էր երեխաների նկարներից, այսինքն երեխաները գալիս էին ինչ-որ միջոցառման էին մասնակցում, այդտեղ նկարչություն էին անում, այդ նկարները վերածվում էին այսպես շաքարաքլորների ու շատ հավես հետաքրքիր բան էր։ Ուղղակի քանի որ ինքը մասսայական արտադրության համար չէր, ավելի շատ event management-ի համար էր, այդ product-ը ցավոք չընտրվեց, բայց շատ հետաքրքիր էր, հատկապես հետաքրքիր, երբ որ տենց պատկերացնում ես, այսպես այնց ձիգ գազ զինվորականը մտածել է երեխաների համար։ Իսկ էլ ինչ անհավանական մտքեր կային։
որ երբեք չեք մտածի, որ նման բանի շուրջ կարելի է ինչ-որ իդեա ունենալ։ Մրցույթի շրջանակներում նկատի ունեք։ Շատ լավ մի գաղափար կար, բայց էլի սպառումը ոնց որ ավելի B2B էր, հա, բիզնեսը հաճախորդ չէր։ Գաղափարը Վանաձորում է արտադրությունը, կա արտադրությունը, առանձնացված է, ուրեմն բաժակ է, տակի հատվածում սուրճն է կամ թեյ է, վերևի հատվածում ջուրը, եւ քանի որ իրենք միախառնված չեն, ժամկետի պահպանման խնդիր չկա, երբ որ դու ուզում ես ըմպել, սեղմում ես, խառնում ես եւ խմում ես, դա կարելի է դեղահաբերի վրա հետո կիրառել, շատ լայն սպառում կարա ունենա, բայց էլի բիզնեսը բիզնեսին սպառում, ցավոք այդ պրոդուկտն էլ չհաղթեց, բայց հրաշալի գաղափար է եւ կարելի է դրանք ձեռք բերել այս տարի, որ Վանաձորում էինք ամռանը, օգտվել ենք, այո, կար։ Երևանում էլ կարող է կա, չգիտեմ ճիշտն ասած, բայց ես հանդիպել եմ նման բաներ շատ այսպես ռիլերում, Չինաստան, այդպիսի տեղերում եւ մտածում եմ, որ այո, մեր մոտ է։ Պատկերացրեք Չինաստանը 1.5 միլիարդ մարդկանցով աշխարհում առաջատար է, համամասնորեն եթե վերցնենք, մեր մոտ էլ բավականաչափ հավես մտքեր, գաղափարներ կարող են լինել եւ ոչ թե կարող են հաստատ կան, մենք փնտրում ենք իրենց եւ պատրաստ ենք օգնել գնալ միջազգային շուկա, ինչպես Չինաստանում ենք օգնում, ենք Չինաստանում գրասենյակ ունենք եւ չինացի ստեղծարներին էլ ենք օգնում գնալ միջազգային շուկաներ։ Մրցույթի նպատակը մեկ անգամ եւս սահմանեն, քանի որ երկրորդ տարին է իրականացվում, ինձ հետաքրքիր է փոխվել է այս մեկ տարվա ընթացքում ինչ-որ բաներ ավելացել են նպատակի մեջ, ինչ-որ բաներ պակասել են, թե ոչ։ Մրցույթը այլ ավելի մեծ է դարձել, համահայկական անցյալ տարի էլ ենք ասել ու ունեցել ենք իսկապես համահայկական դիմողներ, այս տարի ծավալն ենք շատ մեծացրել, որովհետեւ մեզ միացել է նաեւ Հելվետա շվեյցարական կազմակերպությունը, որը Ռեքոնոմի ծրագրի շրջանակներում կայուն աշխատատեղեր ստեղծելով է հետաքրքրված եւ նկատել է անցյալ տարի մեր ծրագիրը պատկերացրել են, որ ստեղից կարող է այսպես երկարաժամկետ շղթա ստեղծվել եւ առաջարկեցին համաֆինանսավորել։ Ոստի մենք ունենք ավելի շատ գումար դրան տրամադրելու, ավելի շատ ժամանակ, փուլերն ենք ավելացրել, այս տարի կլինի նաեւ ինկուբացիայի փուլ, bootcamp-ի փուլ, որտեղ բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան պրոդուկտի պատրաստելու, ներկայացնելու, գործընթացի մեջ մտնել եւ դա այդ գիտելիքը կմնա իրենց անգամ եթե չհաղթեն վերջում եւ պոլիտեխնիկական ազգային համալսարանի հետ համագործակցություն է այս տարի նորությունը, էլի Հելվետասի նախաձեռնությամբ եղել, ինչի համար մենք շատ ուրախ ենք։ 3 տարի շարունակ ավարտական կուրսի ուսանողները հնարավորություն կունենան, եթե վերցնեն իրենց կուրսի որպես աշխատանք, կուրսային աշխատանք վերցնեն կենցաղային սպառողական նորարարությունը, մենք իրենց կաջակցենք, վալիդացիա կանցնեն այդ պրոդուկտները, այսինքն շուկայի համապատասխանությունը կստուգվի եւ 3 հաղթողներին ուղեկցենք միջազգային շուկաներ։ Ու հրաշալի կլինի, եթե մեր պոլիտեխնիկական համալսարանից դուրս գան միջազգային բրենդեր։ Շատ կհպարտանանք դրանով։ Այո, եկավ մի ժամանակ, երբ աշխարհում արդիական դարձավ հետեւյալ արտահայտությունը։ Նոր հեծանիվ չես հորինի, բայց հիմա այդ ժամանակները չեն։ Նոր բաներ են հորինվում, նոր հեծանիվներ են հորինվում եւ նոր գաղափարներ։ Շնորհակալություն ձեզ, որ օգնում եք այդ գաղափարներն արդեն ավելի մասսայական դառնալ եւ աշխարհի ճանաչելի դառնալ։ Շնորհակալություն ձեր աշխատանքի համար։ Ուզում եմ ձեզ նվիրել մի շատ հետաքրքիր գաղափար, որը կոչվում է բացիկներ։ Արևոք բացիկներն են ամանորյա, այստեղ իհարկե ներառված են հայտնի երգերից ֆրազներ։ Դե Yellow Heart-ին նոր տարին երազանքները մեր հերթով թող կատարի։ Սա ձեզ նվիրեք ձեզ համար հարազատ ու կարևոր մարդու։ Եվ շնորհակալ եմ, որ օգնում եք հանրայնացնել, առանց ձեզ դա դժվար կլինի անելը։ Շնորհակալ ենք ձեզ։ Դե Կլինիկ արծաթով դադարմերի եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։